Թուրքիայում հայտնաբերվել է 2000 տարի առաջ գրված աստվածաշունչ գիրքն անհանգստություն է առաջացրել Վատիկանում, որովհետև պարունակում է Բարնաբայի ավետարանը։ Բարնաբան Հիսուս Քրիստոսի աշակերտներից էր և ճամփորդում էր Պողոս առաքյալի հետ։ Հին մագաղաթը կրկնակի հայտնաբերվել է Անկարայի արդարադատության պալատի պահեստում։ Մագաղաթը փոխանցվել է Անկարայի ազգագրության թանգարան։ Մագաղաթի կաշվեպատ էջերին ասորերեն ոսկե տառերով գրություն կա։ Հին կտակարանի այս ցանկը թուրքական իշխանությունների մոտ հայտնվեց, երբ 2000-ի միջերկրական ծովի թուրքական ափին մասունքը բռնագրավվեց մաքսանենգներից։ Հանցախմբին անտիկվար իրերի մաքսանենգության մեղադրանք ներկայացվեց։ Դատավարության ընթացքում հայտնի դարձավ, որ գիրքը շուրջ 2000 տարեկան է։ Թուրքիայի իշխանություններն աստվածաշունչը մշակութային սեփականություն են հայտարարել, մագաղաթին շնորհելով թանգարանային արժեքի կարգավիճակ։ Այս տարիներին փորձագետներն իրարամերժ տեսակետներ են հայտնել ձեռագրի ծագման և իսկության վերաբերյալ։ Հոգևոր իշխանությունները պնդում են, թե տեքստից հետևում է, որ Հիսուսը չի խաչվել և չի եղել Աստծո որդին, բայց մարգարե էր, իսկ Պողոսն ինքնակոչ էր։ Գրքում նաև ասվում է, որ Հիսուսը երկինքն է համբարձվել առանց խաչվելու, իսկ նրա փոխարեն խաչվել է Հուդա Իսաքիրովասցին։ Տեքստը նաև նախազգուշակում է մահմեդական վերջին մարգարեի գալուստը, որ դեռևս չի կատարվել։ Վատիկանն անհանգստություն է հայտնել գտածոյի վերաբերյալ և Թուրքիայի իշխանություններին խնդրել է կաթոլիկ փորձագետների հետ գնահատել գրքի բովանդակությունը։ Համարվում է, որ Նիկեայի տիեզերական ժողովում կաթոլիկ եկեղեցին գրաքննության է ենթարկել Աստվածաշնչի մաս կազմող ավետարանները, հեռացնելով հնարավոր է նաև Բարնաբայի ավետարանը։ Հնագույն ձեռագրի պատճեն 40 միլիոն թուրքական լիրա ($28 միլիոն) է գնահատվում։ Այս գրքի մասին Թուրքիայում փորձում են այնպես անել, որ շատ տարածում չունենա, քանի որ գրքում առաջ եկած բոլոր տեսակետները իրական են և հայերի մասին այստեղ բազմաթիվ վկայություններ կան։ Իսկ այն, որ օրինակ Հիսուսը Աստծո որդին չի եղել, մարգարե է եղել, դրանք ուղղակի թուրքերն են թարգմանել և այդպես տարածել, իբրև թե դա գրված է եղել գրքում։ Այնինչ աստվածաշնչյան տողերում այն բոլոր վկայությունները, որ կան, տանում են դեպի հայերի արյուն, հայկական աշխարհ, հայկական արմատներ։